Հատվածը, որ պիտի գարտացվի, Հակոբոս երրորդ գլուխն է, պիտի գարտամ 1-13 համարները։ Առաքյալը գսե, եղբայրներս շատ վարդապետներ մի ըլլակ, գիտնալով որ ավելի մեծ դադաստան պիտի ընդունիք, վասնզի ամենեսալ շատ հանցանքներ գնենք, եթե մեկը խոսքով հանցանք չնե, անիգա գադարյալ մարդ է, որ կարող է բոլոր մարմիննա սանցել, դես որ ծիերուն պերանը սանց կտնեն, որբեսի անոնք մեզի հնազանթին, ու անոնց բոլոր մարմինը գգարավարենք, ահա նավերնալ որչապ մեծ պաներ են, և սաստիկ հովերեն գկշվին, բայց ամենափոքր ղեգովը գգարավարվին ղեգավարին գամքը որ գողմը որ ուզե։ Այսպես ալ լեզուն բզդիկ անդամ մնե ու մեծ պաներ գխոսի։ Ահա քիչ մը գրակը որչապան փոցի գուդա, լեզուն ալ գրակ մնե, անիրավության դիեզերք մը։ Լեզուն մեր անդամներու մեջ այնպես թրված է, որ բոլոր մարմինը գաբագան է, և բնության շրջանը գպրնցնե, ու ինք կեհյանեն գպրնգի։ Բոլոր կազաններուն ու թրջուններուն և սողուններուն ու ձովու մեջ եղածներուն բնությունը գնվաջի ու նվաջված է մարդկային բնութենեն, բայց լեզուն մարդոց մեկը չգրնար նվաջել, անիգա անզուսպ չար է ու մահապեր թույնով լեցուն, անով գործնենք զասված ու հայրը և անով գանիձենք մարդիկ, որոնք աստծո նմանությունով ստեղծված են, միևնույն պերնեն գելեն օրհնություն ու անեցք, եղբայրներս, ներառյալ քույրերն ալանշուշտ, մեկ չէ որ այսպես ըլլա, միթե աղբյուրը միևնույն պերնեն անուշ ու լեղի գպխե, միթե կարելի է եղբայրներս, քույրերս, որ թզենին ցիտաբդուղ պերը կամ որթը թուզ, նմանապես կարելի չէ որ աղբյուրը աղի ու անուշ չուր ելլե։ Ձեր մեջ իմաստուն ու խելացի ով գա, թող անիգա բարի վարմունքովը ցուցունե իր գործերը իմաստության հեզությունով։ Թող Աստված օրհնե իր խոսքը, նույնպես ընդրած եմ լեզուն զսպելու անհրաժեշտությունը և այս երկու գիրագիները դերոջը շնորհքով այս քարոզաշարքը երկու գիրագիներ, որպես դաս կուզեմ ցեզի ներկայացնել բոլորիս հոգևոր շինության համար։ Գարշե այս հատվածը գարտան բոլոր անոնք, որոնց բնավորությունն է շատախոսություն, չարախոսություն, իրավ լավ գլա որ ամեն առավոտ գարտան այս հատվածը, կոնե մի քանի ժամեր այսպես թերևս սկաստանան և իրենց լեզուները զսպեն։ Այս գլուխը, ինչպես բոլորս ալ գիտենք, լեզվին մասին գխոսի և կարելի է մի քանի մասերու բաժնել։ Առաջին մասը կտեսնենք վարդապետելու, սորվեցնելու սերը։ Ուրիշին սորվեցնելու համար մեր լեզուն կգործածենք։ Դարձյալ երկրորդ մասը լեզվին վտանգները կտեսնենք, այս գլուխի մեջ 2-6 համարները, նաև լեզուն զսպելու անհրաժեշտությունն կտեսնենք երրորդ մաս, և հետաքրքրական է վերջին մասն 13-18-ի մեջ լեզուն և ճշմարիտ իմաստությունը լեզուին հետ կգապե։ Եթե կուզեք գիտնալ, եթե մարդը իմաստուն է, անոր խոսքերը լսելով պիտի գիտնանք։ Առաջին գլուխի մեջ գսե, ուստի իմ սիրելի եղբայրներս, մարդ թող շուտը լսելու ու ծանր խոսելու և ծանր հարգանալու։ Նաև 29-րդ համարի մեջ գսե, մեկը
եթե մեկը զինք գրոնասեր գսեբե ու իր լեզվին սանց չտներ, հաբա իր սիրտը գխապե, այնպես բուն գրոնասիրությունը փուջ է, բարապ է, սնոդի է։ Այս տասագարկի մարդիկ լեցում են, գրոնասեր գծևացնեն, բայց լեզում ունին, որ միայն գգործանեն։ Երկրորդ գլուխի մեջ կորստական հավատքը գշեշտ է, 14-ին 17-ի մեջ գսե, ինչ օգուտ է եթե մեկը ասե, թե հավատ ունի ու կորց չունենա, միթե հավատքը գրնա փրկել զանիգա, եթե եղբայրը կամ քույրը մեր գլա կամ օրվան գերագուրին գարոտ ու ցեզմե մեկ անոց ասե, քացեք խաղաղությամբ, դակցեք ու գշտացեք եւ մարմինին պետք եղած բաներ անոց չդակ, ինչ օգուտ է։ Այսպես ալ հավատքը, եթե իրեն հետ կորց չունենա, ըստ ինքնյան մերած է։ Այստեղ առաքյալը կորցնական հավատքի մասին գխոսի։ Այսինքն ասել գուզե, ինչ որ Պողոս առաքյալ հավատքով ծրի, հավատքով փրկության մասին գխոսի, Հակոբոս առաքյալ գխոսի, այս հավատքին ճշմարիտ ըլլալուն ապացույցին մասին գխոսի, որ է կործել։ Այնպես որ փառք կուտանք, որ այս հավատքը կործոն է եւ երևելի է։ Եվ այս երրորդ գլուխի մեջ, որ գարտացինք այս հատվածը, գխոսի տասագարկ մարդոց, որոնք սորվեցնելը գսիրեն, շատ գսիրեն սորվեցնել, վարդապետի թիրքը ունենալ, եւ ասիկա չափազանց վտանգավոր է։ Աստված ամփարիշտին համար ալ գսե Սամոս 50-ի մեջ, քեզի ինչ որ տուն իմ օրենքներս կպատմես, քեզի ով էսա, տուն ինչ կապ ունիս ինձ հետ, իմ օրենքներուս մասին գխոսիս, գսորվեցնես, ու իմ ուխտս փերանդ կառնես, վասնզի տուն, որ այսպեսի բաներ գնես, խրադը ադեցիր, ու իմ խոսքերս յետից ցկեցիր, եւ հիմա եկերես ուրիշին գսորվեցնես։ Հակոբոս առաքյալ գիտնալով որ ավելի մեծ դադաստան պիտի ընդունենք, անոր համար գսե ավելի մեծ դադաստան պիտի ընդունենք, եթե մեկը գխոսի եւ ինք չապրի։ Ուրեմն սորվեցնողները ավելի մեծ դադաստան պիտի ընդունին գսե։ Ինչպես գլասի, գլա երբ անոնք ուրիշներուն գսորվեցնեն եւ իրենց սորվեցուցածը իրենք չեն ապրիր, չեն կործատրել, այդպեսիներուն գագնարգե, որ անոնց դադաստանը ավելի մեծ դադաստան պիտի ընդունի։ Հրյաներուն մեջ վարդապետելու թիրքը ունենալը մրցակցություն գսեպեր, կամ մրցակցություն գար, ով վարդապետի թիրքը պիտի ունենա, սորվեցնողը լա։ Հին ժամանակ ուսուցանողը, սորվեցնողը ոտքի վրա կգենար, իսկ աշակերտները անոնց իր շուրջը գնստեին, ինք ոտքի։ Եթե մեկ այս թիրքը Աստծո արած է, պետք է ամենայն խոնարհությամբ եւ պատասխանատվությամբ վարդապետելու է, սորվեցնելու է, եթե Աստծո արած է։ Բոս Դիմոթեոսին գսե, զգուշացիր քո անձիդ եւ վարդապետությանդ։ Այսինքն, առաջ որ սորվեցնես, քո կյանքիդ նայե, զգուշ եղիր, որ սորվեցուցածը կյանքիդ համապատասխանը լան եւ ոչ թե հակառակը։ Այսօրվա քարոզիչներու մեծամասնությունը, որոնք որպես արհեստ ընտրած են, կսորվեցնեն, բայց իրենք չեն ապրիր, դժբախտաբար, եւ այս երևույթին պատճառով շատեր քայթաղած են, եկեղեցի չեն աջակցել։ Գսես ավելի լավ եմ։ Այդ քարոզները իրեն համար թող բահեն, եւ այլն, եւ մարդիկ կքայթաղին։ Սիրո մասին գխոսին, իրենց նմանները չեն սիրել։ Հեզության մասին,
հանթարդության մասին, երկայնմտության մասին, սակայն իրենք այդ բաները չեն ապրիր։ Այս առավոտ եկեք տեսնենք լեզվին վտանգները և զայն սանցելու անհրաժեշտությունը։ Սուրբ Գիրքը լայն ծավալի վրա կխոսի լեզվին մասին։ Այսօր այդ մեկտեղ քրիստոնյաներու մեծամասնությունը լեզվով է որ մեղք կգործեն։ Լեզվով ամենաշատ մեղք գործելը լեզուն է։ Եվ ոմանք ալ դժբախտաբար հաճույք գարնեն։ Մարդիկ կան, որ չեն գրնար հանգիստ գնալ, միջևից չեն գրնար քնանալ, եթե այդ օրը մեկումը չփամփասեցին, չարախոսություն չրի։ Այդ օրը բագաս փամբը գսկան, իրենց մեջ փամբը գա, ժամայցուցին գնային, եթե դա սեո արթուն է, հերացայնը գարնե լեզուն աշխատելու գսկսի, որբեսի գիշերը հանգիստ քնանա։ Ուրեմն Հակոբոս առաքյալ լեզվին մասին խոսելով գսե, լեզվին մասին, որ բզդիկ անդամ մնե, շատ փոքր անդամ մնե և մեծ բաներ գխոսի, այսինքն բզդիկ բան մնե, ըստ երևույթին, որուն արժեքալ չենք տար երբեմն, սակայն մեծ գործանուններ հարաճ կբեր է։ Շատ կկաչալեր է, որ որպես հավատացյալներ ամեն օր մի քանի համարներ են, երրորդ գլուխը գարտանք։ Այնպես որ բզդիկ անդամ, բայց մեծ խոսքերով մեծ վնասներ կհասցնե, ընտանեկան վնասներ, եկեղեցական վնասներ, ընկերային վնասներ, և լեզուն նաև կնմանցնե ցիու սանցի, նավու ղեկի և գրագի։ Առաքյալը գսե աքիչմը գրագը որ չապան փոցի գուտա։ Մեծ հրթերներ, որ գադարված են, հոս մենք ապրեցանք, ինչպես սկսան, մեկ անգամ են թոներով գես թապեցին, ոչ, փոքր գրակ և դարացվեցան։ Հսկա անդարներ, հրոջարակ դարձան, փոքր գրագով, Հունաստանի մեջ շատ կբադայի, Եվրոպայի մեջ շատ կբադայի, ագանադես կդառնանք, որ փոքր ծխախոտեմը, լուցկիեմը երբեք չեմ մոռնար, ասկե մի քանի տարիներ առաջ մարդը իր փագի մեջ մեքենայով ավազաթուղթեր կան, այսպես երկաթները մաքրելու համար, ուրեմն երբ որ գաշխատեր մարդը գայծակներ հանեց, գայծեր, և կարևորություն չի տվավ, և փագը գրակ արավ և դարացվեցավ ամբողջ կղզին, փոքր գրակ, փոքր, լեզունալ այդպես է, փոքր անդամը սակայն ինչ ավերներ կգործե, լեզուն ով թրած է մարդու մարմինի մեջ, Աստված թրած է, Ո Աստված երանի չի թներ այս լեզուն, ասկայն վնասներ կբեր է, ինչու չթրիր այդ լեզուն, ուրիշ բանով գարենային խոսի չլար, Աստված լեզուն թրած է, շատ լավ է և կարևոր է, ինչու համար թրած է, ոչ թե վնաս հասցնելու ուրիշներուն, շուրջիներուն, Աստված ամեն բան լավ ստեղծեց, մեր մարմինը հիանալի կերպով ստեղծեց, ամեն անդամ իր տեղին, սակայն երբ մարդը մեղանչեց, անոր բնությունը ապականեցավ և լեզուն սկսավ կառավարվել մեղավոր բնութենեն։ Լեզուն գրագի պես վնաս հասցնող գործիք դարձավ, երբ մարդը Աստծուց մեղացավ, մեղքի մեջ ինքավ։ Բողոս մեղավոր մարդուն, որ ապականած բնության աստեցության տակ գաբրի, լեզուն կնկարագրե ըսելով, անոնց կողորթը բաց քերեզման է։ Ես բաց քերեզման երբեք տեսած չեմ։ Բաց մերելը ներսն է և պիս
գոհոդի փորձառություն ով ունի ինչ հոտ գելը բաց քերեզման մերելը թիագոհոն որքան քեշ գոհոդի եւ արաքյալը գսե անոնց կողորտը բաց քերեզման է իրենց լեզվովը նենքավոր եղան ավելինգա իժերութույնգա անոնց շրտուկներուն տակ անոնց փերանը անեցկով ու թարնությունով լեցուն է հռոմայացիս 3-րդ գլուխի մեջ կգարտանք լեսուն գրագի նման ծված է եւ եթե հարց տանք օքեյ գրագի նման ծված է այս գրագը ուրգե գստանա լեսուն ուրգե գուկա նույն արաքյալը գպատասխանե քեհյանեն գփրնգի քեհյանեն քեհյանի գրագը երբեք չմարիր միշտ բարած կմնա քեհյանը որպես վայր բիղծ ոգիներու խորհրդաբատկեր է Սուրբ Գիրքի մեջ 7-8 ամառներ գսե բոլոր կազաններուն ու թրջուններուն բեցեն գարտամ լեզուն ալ գրակ մնե անիրավության դիեզերքը լեզուն մեր անդամներու մեջ այնպես թրված է որ բոլոր մարմինը գաբագանե եւ բնության շրջանը գփրնկեցնե ու ինքեյանեն գփրնկի բոլոր կազաններուն ու թրջուններուն եւ սողուններուն ու ծովու մեջ եղածներուն բնությունը գնվաճի ու նվաճված է մարդկային բնութենեն բայց լեզուն մարդոց մեկը չգրդար նվաճել անասուններուն մեջ կազաններ կան վայրի ինչպես արույց հովազ վաքր վայրի անասուններ շատ կան եւ անոնց գսե գնվաճին գսե արաքյալ այսինքն գրնաս գարավարել երբեմն սիրքեր գլան որ վայրի անասուններ որ տաստիարակված են իրենց մարզիչը ժողովուրդը հրապուրելու համար գծուցատրեն որպես թե ասանք վայրի այո արույց է բայց խելոք կհրազանթի հիմա գրնաս գարավարել այդ վայրի անասունները գսե սակայն այն լեզուն որ բիղծ ոգիները կգարավարեն քեհյանեն զորությունը գարնեն մարդոց մեկը չգրնար գարավարել սոսկալի է զարմանալի է բայց միայն դատեն սոսկալի է չի կրնար գարավարել սակայն աբեդարանի բարի լուրը գուկա ուրախ լուրը այն է որ այնինչ որ մարդոց կողմանը անգարելի է աստուծո կողմանը գարելի է աս մարդը լեզում ուներ ինչ եղեր ասի մա Սուրբ Գիրքը ցերկը բռնած եկեղեցի գերտա չի խոսիր լեզուն հարցերես թե ինչպես է բարդ բերոջ գսե ինչ եղավ ասոր լեզուն առաջ ասորանոր անեց կգարտար գահայուեր անբադեհ բաներ գխոսեր ապեղ սպեղ գփախեր կովեն հիմա ինչ եղավ հիմա փոխվեցավ աբագանած բնությունը փոխվեցավ գամ սովամա եղած է Սուրբ Հոգին իր մեջ գգարավարե անոր լեզուն Աստվածաշունչը մեզի լուր գուտավոր երբ մարդուն լեզուն իր աբագանած բնությունը գգարավարե հետևանքը սոսկալ է եւ գուզեմ թվել երբ մարդուն լեզուն մեղավոր աբագանած բնությունը գգարավարե եւ շատ դքեղ հատկություններ կան գսե սդախոս լեզու Գարցեք թե երբ սուդը գխոսի ինչպես մարդը չուր գխմե բնական է սդախոս լեզու շատ աստվածապաններ գահավատան թե թևերու մեջ տեսակները կան թևեր կան որ մարդոց լեզուն կգարավարեն եւ սուտ խոսիլը բնական գտարնա մարդիկ կան թևեր կան որոնց միայն գփարգանան մարդիկ գփարգացնեն եւ փամը գլապ թեփուգուբադայի գփարգանա շարունակ գփարգանա թևեր կան որոնք ինչպես Հիսուս ժամանակ համր գնեն չեն խոսի լեզուտ կզսպեն չես կրնար խոսի
Շատ թևերուն տեսակներ կա։ Հավանաբար միգուցե մահապեր լեզու, նենքավոր լեզու, խափեփա այսինքն չարամիտ եւ խարթախ լեզու, նենքավոր լեզու, այդ կնշանակե։ Գխափե, խորավարար լեզու, չարախոս լեզու եւ վերջինը բավարարվի չի շարունակենք, թունավոր լեզու։ Ահրելի բան է, երբ այս լեզուն Սուրբ Հոգին չգարավարեր։ Խորովություն կստեղծի, չարախոսություն է, նենքավոր է։ Հանդիպած եք մարդոց, որոնք խնդիրներ կհանեն, ներողամիտ կլակ, ֆիտիլը գվարեն գերանա, ես բանևը լուր չունիմ, խնդիրը դակցուց կաշվեցավ, նենքավոր լեզու, ասված հերուն է այս բաները մեր Քրիստոսի հետևողներ են, անոր զավակներ են, այս հատկությունները ովևէ մեգուս ագանչին հաջելի չի թվիր, սդախոս մահապեր, այս տեսակ մարդոց հետ ով գուզե հարապերիլ, ոչ մեկը, ինչ քեշ է այն լեզուն, որ սատանային ցերքի մեջ կործիկ եղած է, իսկ երբ մարդը Տեր Հիսուս Քրիստոսը գտնի իր սրտի մեջ, Սուրբ Հոգին կփնագի, նոր ստեղծված մգտարնա, անոր լեզուն ալ կփոխվի, եւ այն լեզուն, որ Սուրբ Հոգին կգարավարե, հետևյալ 4 հատկությունները պիտի ցեզի հիշեմ։ Սուրբ Գիրքը գսե։ Արդարություն խոսող լեզու։ Արդարություն գխոսի։ Նաև խաղաղասեր լեզու։ Խաղաղությունը գսիրե։ Իր խոսքերը այնպես մգնե, որ խաղաղությունը դիրե։ Ինչ լավ է այս խաղաղությունը։ Ով չուզեր խաղաղություն։ Ընտանիքի մեջ, եկեղեցի մեջ, գխոսի, շարունակ գխոսի նպատակը խաղաղություն։ Երրորդ անուշ, քաղցր լեզու։ Անուշ լեզու, հանգարնես, գուզես հետը խոսի շարունակ, քաղցր լեզու է, և նաև վերջինը իմաստուն լեզու, լեզու մնե, որ վերին իմաստությունով լեցված մարդուն լեզուն է, որ գուզես լսել, դժվարությունդ գուզես իրեն հետ բաժնեկցիլ, ինչ է քու կարծիքդ, գքննադեմ քեզի, թուն իմաստուն ես, գահստատեմ, դեսած եմ, ասինչ քայլը բիդարդեմ, ինչ խորհուրդ կուտաս, իմաստուն լեզու, ինչ լավ հատկություններ են, ինչպես կհնչեցեր ագանչներում, նախկինները և հիմակվան։ Երանի թե մեր լեզուները Սուրբ Հոգին աստեցության տակլա։ Աստծո խոսքը գսե լեզուն բահողը իր հոգին նեղություններեն գբահե։ Արագած 21-րդ գլուխի մեջ։ Լեզուն բահողը լուր գեցիր, շատ մի խոսիր, շատ մնեղություններեն գբահե։ Իսկ 18-րդ գլուխի մեջ արագած գսե երբ գսերդեի այս բաները իրավ հիացած լեզուն ինչ օրհնություններ ունի, երբ Սուրբ Հոգին կգարավարե։ Գսե մահը ու կյանքը լեզվին ցերքին մեջ է։ Գրնակ երևակայել լեզվին ցերքին մեջ է։ Մահը եւ կյանքը։ Լեզվին գադարած թերը հիանալի է, երբ Սուրբ Հոգին աստեցության տակ է։ Բայց եթե էղոն կգարավարե եսը, փախիլը կուկա, կփախչիս, չես ուզեր լսել։ Հետևաբար մեր լեզուները զսպելու ենք, այո, լեզուն զսպելը անհրաժեշտ է, որովհետև մեր անձին վնաս կբերենք, եթե չի զսպենք։ Մեր շուրջիններուն վնաս կհասցնենք, եթե չի զսպենք։ Ընտանիքներ, եկեղեցիներ, ընկերություններ, մեծ հաստատություններ նույնիսկ քանթված են լեզվի պատճառով, ըսի ըսավ լեզվի պատճառով։
Աստուծո անունը գահայույվի, երբ Սուրբ Հոգին չգարավարեր մեր լեզուները։ Մեր լեզուները զսպելով ցույց կտանք, թե ըստ առաքյալին գադարյալ են։ Այդպես կարդացինք երկրորդ համարի մեջ։ Գսե, վասզի ամենս էլ շատ հանցանքներ գնենք, եթե մեկը խոսքով հանցանք չնե, անիգա գադարյալ է, որ կարող է իր բոլոր մարմինն ալ սանցել, գադարյալ։ Սուրբ Գիրքի լեզվով գադարյալ կնշանակե հասունություն, գիտե երբ պիտի խոսի, երբ լուր պիտի գնա։ Հակոբոս առաքյալ գսե, այսպեսի մեկը բոլոր մարմինն ալ կրնա սանցել։ Սանցը միայն ցիուն գլուխը չգարավարեր, այլ բոլոր մարմինը։ Այդ սանցով է որ բոլոր մարմինը աճ ցախ գտանի կգեցնե։ Ուրեմն մեր բոլոր կյանքը գեղեցկարվի Քրիստոսավայել երբով, երբ մեր լեզուները Սուրբ Հոգին հսկողության տակ են։ Խորած ես երբեք քու լեզվիդ մասին, ժամանակ հատկացուցած ես, որ այսպես ըսկաստությամբ անդրադարձած ես արդյոք իմ լեզուս ուր կգտնվի, շինի չէ, թե ոչ կքանթե, լսողներ հաճուկ կառնեն, օրհնություն է, այս ուղղությամբ պետք է որպես հավատացյալներ խորհենք, եթե այդպես անենք, դերոջ անցնենք, այնադե մեր խոսքերը աղով համովցած, շնորհքով լսողներուն օրհնություն պիտի այլապես թունավոր նետի նման մեր խոսքերը սրտերուն մեջ պիտի բխրջվի եւ մարդոց վշտացնենք եւ մեզ հերացնենք։ Պետք է խոստովանենք, թե մենք ալ երբեմն ոչիրներ գնենք, ոչ ադրջանակ կործածելով, մեղա չէ ջանում մեղքը չեմ կործում, բայց մեր լեզուն կործածելով մարդոց կսպանենք, անոնց միտքը և սիրտը գթունավորենք։ Ուրեմն գարժե բահմը, մեր անձերը, մեր լեզուները, մեր աչքին արջե բերել բահմը, ով դեր այս լեզուն գուզեմ, որ թուն կործածես, գսկամ, գանտրատարդամ, որ երբեմն ցերքես կոնտրոլես դուրս գելե, այնպես որ ներեինձի գուզեմ, որ քու հսկողությանը տագնլա։ Երբ որ մեր լեզուները կոնտրոլեն դուրս գելեն, ետքը ներողությունը սելը լավ է, բայց կանթեցիր, եթե ընտանիքը կկանթվի, սրդեր կփշրվին, հետո ներողությունը սելը շատ օգուտալ բիտ չունենա, պետք է, բայց ինչ օգուտ, ավելի լավ չէ, ըսգիսպեն մեր լեզուները Սուրբ Հոգուն հսկողության դագլան, ինեն 12 համարներում մեջ առաքյալը գարցնի, միթե գարելի է նույն լեզուն զասվածորդն է և միևնույն ադեն մարդոց անիծ է, հարցում գնե առաքյալ, գարելի պան է այս, մեկ աղբյուր է թե անուշ և թե լեղի չուր գպխ է, գարելի է, ինչ մեծ դարբերություն կա, օրհնություն և անեծք, ասոնք գարելի է, նույն պերնեն, թրագան, անուշ, օգտագար ուրիշին, մույսը միայն անեծք, գարելի չէ, բայց թշպախտապար, գլլա, նույն պերնեն, Փառք Հիսուսի գսեն, ալելույա գսեն, ուրս կողմեն, ուրիշներուն անեց կգարթա։ Այնպես որ ցավալին ան է որ Աստուծո անով անեց կգարթան, Աստուծո անով, ով Աստված, աման Աստված իմ գուրցքին ալ գզարդեն ժամանակին գիները, հիմա չէ այդպես չեն ուներ, բայց ներսեն, անոր կլխուն փորձակ մպեր,
Այսպես սրավ, այնպես սրավ, այնպես որ այս լեզուն թունավոր լեզու է։ Ասոնք չեմ գիտեր ինչպես Քրիստոսի այդյան արջև պիտի գենան, բայց մորնանք անոնք, մեկ մեզի հարց տանք։ Եկեք այս առավոտ մեր ուխտերը նորոգենք, եթե իրավ մեր լեզուն Սուրբ Հոգին աստեցության տակ չեն, այսօր աղոթենք գսենք ով դեր, գուզեմ որ իմ լեզուս թուն գարավարես, որբեսի քո անունը չհայոյվի, մարդիկ չսեն այս ինչ տեսակ Աստծո զավակ եմ գսե, հավատացյալ եմ գսե, եւ Հակոբոս Արաքյալ գսե հոս, եղբայրներս, քույրերս, բեք չէ որ այսպես ըլլա, գարելի չէ, բեք չէ, այնպես որ դերը գամիկալ գիրագի պիտի շարունակենք եւ ուրիշ ճշմարտություններ ալ պիտի տեսնենք, իրավ Գարձեք թե ամենագարևոր նյութերը մեկն է մեզի որպես հավատացյալներ։ Այս լեզուն սարսափելի գործեր կտեսնի եւ նաեւ Աստուծո բադիվ փերով, փառք փերով գործեր թերը կգադարի ճիշտ ժամանակին Սուրբ Հոգին աստեցության տակ եթե լա Աստված կփարավորվի։ Կյանքը եւ մահը մեր լեզվին մեջ է։ Այնպես որ թողները շնորհքն է մեզի, որպես այսուհետև ըսկուշլանք մեր լեզուներուն եւ մեր լեզուները միայն օրհնություն փոխի։ Նույնիսկ մեզ նախադողներուն, մեզ նվաստացնողներուն համար օրհնեցեք գսե, միանիցեք։ Թող Աստված այս ճշմարտությունները մեր սրտերում մեջ թրոշմե եւ իրապես փորձառությամբ ապրենք, թե մեր լեզուները Սուրբ Հոգին հսկողության տակ է, իր փառքին համար, ամեն։ Շնորհակալ ենք Տերոջմեն մեր լսած բատկամին համար եւ ինչպես մեր հոգիները Սուրբ Հոգին հսկողության տակ թրած ենք, մեր լեզուներն ալ Սուրբ Հոգին հսկողության տակ տնենք։ Պիտի վերջացնենք հոդնգայս երկու անգամ երգելով 177-րդ երգը, որ գրկներկ մնե, թող վրաս երևնա փրչին։ Դեր Հիսուս այս երկը որպես աղոտ կպարսացնենք, այո դեր մեր կյանքերում մեջ մի է քու քեղեցկությունդ երևնա, մեր լեզուները և մեր ամբողջ էությունը քեզի գանցնենք, որպեսզի քու հսկողությանը դագլլա և այսպեսով երրորդությունը փարավորվի, փառքիդ համար կխնդրենք, ամեն։